Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում առավոտյան օրը բարի ծրագիրը։ Յուրաքանչյուր առավոտ մենք փորձում ենք աշխատանքային ժամերին հասնել իհարկե 21 TV, ձեզ բերել գեղեցիկ հրաշալի էներգիա, ինչպես նաև իրականացնել այս առավոտյան ծրագիրը։ Բայց արթնանալու համար այս պահին առաջարկում եմ, որպեսզի լիցքավորվեք երաժշտական ուժով, կխնդրենք մեր աղմկահարույց ռեժիսոր Էրնեստին, որպեսզի մի գեղեցիկ աղմկահարույց տեսահոլովակ տա, վերադառնանք եւ շարունակենք եթերը, չփոխեք հեռուստալիքը գնաց։ Վերադարձանք, վստահ ենք, որ արթնացաք, եթե չեք նախաճաշել, իհարկե նախաճաշեք, եթե արդեն նախաճաշել եք, իհարկե հետևեք մեր եթերին, որովհետև հետաքրքիր անակնկալներ են սպասվելու այսօր առավոտյան մեր եթերում։ Իսկ օրվա լավագույն տրամադրություն ապահովելու համար կարևոր է ունենալ օրինակ, գեղեցիկ կեցվածք, լավ շորեր հագնվել, եթե դուրս եք գալու եղանակը մեր փոփոխվում է, ունենալ հետաքրքիր զգեստապահարանից բացել գունավոր, ինչ որ հագուստներ, բայց այդ առումով մեզ լավագույնս օգնում է Քրիստին։ Եվ այս պահին առաջարկում ենք գնալ ու Քրիստի խորհուրդներով իհարկե ընդհատվել, վերադառնալ ու շարունակել եթերը։ Այս պահին Քրիստին է գնացինք։ Ոճային հուշումներ։ Նորմալ է թե ոչ։ Կետեր վերարկուի հետ։ Եթե կոստյումը չափազանց դասական է, ապա նորմալ չէ։ Իսկ եթե մի փոքր սպորտային նոտաներ գոյություն ունի, ուրեմն նորմալ է։ Խոշոր ճարմանդով ֆիրմային գոտի։ Նորմալ չէ։ Ինչու ցուցադրես ինչ ես կրում։ Հագնվիր քո համար։ Խոշոր լոգո կրծքավանդակին։ Նորմալ չէ։ Ապրիր քեզ համար։ Սև դասական գուլպաներ բաց տաբատի հետ։ Նորմալ չէ, տեսքն անընդունելի է։ Գուլպաները պետք է համընկնեն տաբատի գույնի, քանի որ դրանք ոտքերի շարունակությունն են։ Իսկ կոշիկները կարող են լինել ցանկացած գույնի։ Բոլոր կոճակները կոստյումի վրա կոճկելը։ Նորմալ չէ, վերջին կոճակը պետք է միշտ արձակված լինի։ Վերադարձանք, իհարկե վստահ եմ, որ ես եւս համահունչ եմ հագնված ինչպես եղանակին, այնպես էլ մեր նկարահանման իհարկե սրային, բայց ժամանակն է իհարկե ներկայացնելու մեր հյուրին։ Մեր հյուրը Գերմանիայում է բնակվում, այն աղջնակը, ում այսօր մենք հյուրընկալել ենք, ներկայացրել է այնտեղ voice, հա, ինչպես մենք ժողովրդական լեզվով ենք ասում, ձայնը մրցույթում երրորդ փուլ է հասել եւ իրականացրել է բավականին հետաքրքիր ելույթներ։ Եվ եկել է Հայաստան ու այսօր մեզ հյուր է եկել։ Մեր հյուրն է այսօր Գերմանիայում բնակվող 12-ամյա երգչուհի Ռուզաննա Սուքասյանը։ Ռուզաննա ջան, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ինչպես եք։ Լավ։ Հաճախ եք գալիս Հայաստան։ Այո, ամեն տարի մենք գալիս ենք Հայաստան մեր ընտանիքին տեսնելու։ Այո, տեսակցելու։ Տեսակցելու։ Այնտեղ ամբողջ կյանքում այնտեղ եք բնակվել, հա, ծնվել եք այնտեղ, սովորում եք այնտեղ դպրոցում։ Ինչպես եղավ, որ բացահայտվեց, որ երգում եք։ Ես սկսել եմ երգել 9 տարեկանից, իմ սիրելի երգերը, եւ երբ իմ բարեկամները եւ ընկերները հավանեցին իմ ձայնը, իմ տատիկը ինձ ծանոթացրեց Արմանուշ Լևոնովնայի հետ, եւ ես նրան շատ հավանեցի, եւ նա ինձ սովորեցրեց ոնց պահել բեմի վրա, ինչ շարժումներ անել եւ ոնց փոխել տոնայնությունները եւ երգը ոնց հարմարեցնել ձայնին։ Այսինքն 9 տարեկանից Արմանուշ Լևոնովնան ձեր ուսուցիչն է, պարապում է ձեզ հետ, աշխատում է 10 տարեկանից։ 10 տարեկանից արդեն։ Այ ընդհանրապես ամենասկզբից ինչ էիք երգում, հայկական երգեր էիք երգում, թե քանի որ Գերմանիայում եք ապրում, ավելի շատ հափ-հոփ արտիստների էիք սիրում իրենց ստեղծագործությունները։ Հիմնականում Արամեն Պետրի եւ Զիվերտի երգերը, անգլերեն եւ հայերեն։
անգլերեն եւ հայերեն տարբերակով։ Իհարկե այսօր առիթ կունենանք քեզ լսելու, գեղեցիկ իհարկե մի ստեղծագործություն կներկայացնես։ Այ ինչպես եղավ, որ որոշեցիր մասնակցել այդ ձայնը նախագծին, գնալ, անցնել, բավականին դժվար է գիտեմ, որ այնտեղ եւ հասնել մինչեւ 3-րդ փուլ։ Ես շատ էի ուզում իմ ձայնը բացահայտել եւ ես 2 անգամ մասնակցել եմ The Voice Kids-ին եւ երգել եմ անգլերեն եւ հայերեն, անգլերեն տարբերակ երգերը։ Առաջին փորձում չհասակ հաջողության, հետո երկրորդ անգամ եւս դիմեցիք հետո։ Դա ինձ համար շատ մեծ փորձ էր, քանի որ առաջին անգամ ես վախենում էի, որ վատ կերգեմ, կաշկանդվում էի, որ սխալ բառեր կմոռանամ, բայց երկրորդ անգամ արդեն ավելի հավաքվեցիք, գնացիք, պատրաստվեցիք եւ ինչ եք ներկայացրել առաջին փուլում այնտեղ, երբ որ երգել եք ու անցել եք, հա, այն աթոռներով, որ պատտվել են։ Talking to the Moon-ը, A Whole New World Aladdin-ի եւ երրորդ գործը Uptown Funk-ը Bruno Mars-ի։ Այո, իսկ հայկական այնտեղ օրինակ չեք փորձել առաջարկել օրինակ հայկական ռեպերտուար եւս։ Իրենք դեմ կլինեին, եթե առաջարկեիք, թե պարզապես դուք չեք ուզել։ Իրենք դեմ կլինեին, ես կարծում եմ։ Այ հիմա առաջարկում եմ, քանի որ ունենք մենք տեսանյութ, հա, ընդհատվենք տեսանյութով, վերադառնանք ու շարունակենք մեր այսօրվա եթերը եւ այս պահին սիրելի հեռուստադիտող ընդհատվենք, հա, գեղեցիկ իհարկե փոքրիկ կտոր ունենք մենք, կդիտենք, թե ինչպես է տաղանդաշատ մեր հյուրը Ռուզաննան ներկայացնում Հայաստանը Գերմանիայի ձայնը նախագծում, վերադառնալու ենք եւ շարունակելու ենք մեր եթերը։ Ընդհատվենք։ My
Վերադարձանք սիրելի հեռուստադիտող եւ շարունակում ենք մեր եթերը, մեր հյուրն է գերմանաբնակ հրաշալի երիտասարդ երգչուհի իհարկե Ռուզաննան եւ ով ներկայացրել է Հայաստանը Գերմանիայում ձայնը Գերմանիայի, այսպես ասենք, The Voice նախագծում եւ ունեցել է հաջողություններ։ Ռուզաննա, ինչպիսի, այսինքն տպավորություններ կան այդ նախագծում, չէ՞ որ բավականին երկար եղել ես եւ կուզենաս էլի նորից եւս մեկ անգամ փորձել ու հասնել միգուցե ֆինալի։ Ես շատ կուզեմ այս տարի նորից փորձել, քանի որ ես ավելի համարձակ եմ եւ ել չեմ վախենում, որ չեմ կաշկանդվում, ավելի հավես է այնտեղ։ Իսկ այդ երրորդ փուլը, որ կար, դա որն էր, ռինգն էր, հա, այսինքն թե որ փուլն էր, այսինքն որտեղ որ մենամարտում էիք։ Իսկ որ փուլն էր դա, որից որ դուրս եք մնացել երրորդ փուլը։ Դա ավելի շատ մենամարտից առաջ էր, բայց քաստինգը առաջին փուլն էր եւ երկրորդ փուլը արդեն որ պետք է անցնեի հեռուստացույցում նկարանվեի, բայց չանցա։ Բայց չանցա, հասկանալի։ Այսինքն ինչ ռինգն է, այսինքն ինչ մենամարտն է։ Շատ լավ։ Ինչ ծրագրեր ունես բացի The Voice-ից։ Երգում ես նաև ձեր դպրոցի բենդում, հա, նվագախմբում։ Ինչ եք անում այդ բենդով։ Համերգներով եք հանդես գալիս, թե միայն դպրոցում եք լինում։ Մենք շատ հաճախ տարվա ընթացքում ելույթներ ենք ունենում կողքի քաղաքներում եւ ես այնտեղ երգում եմ անգլերեն երգեր Գերմաներեն երգեր եւս երգում եք։ Չէ, բայց շատ հաճախ երգում եմ հայ երգիչների երգեր, օրինակ Նեմրայի կամ Արամեն Պետրի եւ ելույթներ ենք ունենում, օրինակ անցյալ տարի ամռանը ամառային տոններ կողքի քաղաքում, Բացոդնում եւ ես այնտեղ երգեցի Հալելույան։ Բոլորը շատ բարձր ծափարում էին, ուրախացել էին եւ հաղորդավարը դուրս եկավ, քանի որ բոլորը բարձր ծափարում էին եւ նկարում էին, նա հայտարարեց, որ ես նորից երգեմ այդ երգը։ Բիսեն արել մի խոսքով։ Այ հետաքրքիր է բենդում այլազգիներ են, թե գերմանացիներ են, թե հայեր էլ կան եւս։ Հայեր այդքան շատ չկան, մեր քաղաքում շատ հայեր չկան։ Քաղաքում չէ, բենդում նվագախմբում հենց ձեր։ Միայն դու ես հայ, երգչուհին ես միայն։ Իսկ մյուսները բոլորը, այսինքն օտարազգիներ են։ Այո։ Շատ լավ։ Իսկ հայկական համայնքի հետ կապ ունեք այնտեղ։ Այո, ես օրինակ Հանաուի համայնքում եմ շատ հաճախ երգում։ Նոր տարուն նրանք ինձ կանչել էին որպես Ձյունանուշիկ եւ ես երգել էի Նոր տարին Yellow Heart-ի եւ Jingle Bell Rock-ը։ Երբ 12-ը խփեց նոր տարվա գիշերը, ես ձմեռվապիկի հետ դուրս եկա եւ նվերները բաժանեցի։ Այդ ընթացքում ես երգում էի Նոր տարին Թաթա Սիմոնյանի, երեխաներին բաժանեցինք նվերները եւ դրանից հետո բարձացա ես բեմ եւ երգեցի։ Կատարեցիր։ Շատ լավ, իսկ բացի The Voice-ից ուրիշ էլ ինչ նախագծեր կան, որոնք որ կուզենաս մասնակցել կամ պետք է իրականացնել։ Օրինակ, չգիտեմ, տեսահոլովակ, միգուցե նոր ստեղծագործություն երգ քեզ համար գրվի, որը որ կուզենաս դառնա քոնը արդեն ներկայանաս հանրությանը։ Ես շատ կուզեմ, որ իմ երգը գրվի ինձ համար եւ որ արդեն քիչ ավելի մեծանամ, DSDS-ին մասնակցեմ այդ էլի հաղորդումը Գերմանիայում, շատ հայտնի ես, շատ կուզեմ այդտեղ։ Այնտեղ տաղանդավոր, հա, անհայտ իհարկե մարդիկ են գնում մասնակցում եւ դառնում են հայտնի։ Այսինքն դեռևս ծրագրեր կան։ Իսկ Հայաստան, որ գալիս ես այստեղ, երկար ժամանակ ես մնում, թե կարճ ժամանակով գալիս կնես։ Կարճ ժամանակով 3 կամ 2 շաբաթ։ 2 շաբաթով, միայն արձակուրդների շրջանում։ Մեզ համար ինչ կերքես, այ հերոստատիտողը հիմա մեզ բոլորս, այսինքն մի գեղեցիկ փոքրիկ կտոր, չգիտեմ, հայերեն կերքես, թե այլ լեզվով դա արդեն ինքդ կընտրես։ Ես կերքեմ Զեփյուրի նմանը, հայերեն տարբեր։ Հայերեն ստեղծագործություն։ Զեփյուր կդառնամ, մեղմիկա նման, Սարերից կիջնեմ, նստեմ քո դռան, սիրուցդ հարբած, ասպետի նման, թուրս կդնեմ, քո այգու դռան։ Բրավո, բրավո։
Հետաքրքիրն այն է, որ եւ գովելի է նաեւ այ սիրելի հեռուստադիտող տեսնում եք երեխան ծնվել է Գերմանիայում մեծացել է այնտեղ, բայց հրաշալի հայերեն է խոսում։ Սա շատ գովելի է եւ ես այսօր սա չի կարելի չնկատել եւ չասել, որ սիրելի հայեր, հայրենակիցներ, որտեղ էլ որ բնակվում եք, ձեր երեխաներին պարտադիր այնպես արեք, որ սովորեն հայերեն, առնչակից դինեն հայոց լեզվին, իրենց մայրենի լեզուն սիրեն, պահպանեն եւ այսպիսի գեղեցիկ նաեւ ստեղծագործություններ, եթե երգում են, կատարեն։ Քեզ շնորհակալություն ենք հայտնում այսօր այս առավոտը մեզ հետ կիսելու համար, մաղթում ենք հաջողություններ։ Դեռևս կարծում եմ ժամանակ ունես մնալու Հայաստանում, կշրջես, այս գարնանային հետաքրքիր Երևանը եւ Երևանից դուրս եթե գնում ես կվայելես, որից հետո էլի նորից քեզ սպասում ենք, կարծում եմ կվերադառնաս ավելի լավ նորություններով, եթե ունենաս նորություններ, մենք պատրաստ ենք լուսաբանելու եւ քեզ հրավիրելու ու խոսելու դրա մասին։ Քեզ հաջողություն ենք մաղթում եւ ստեղծագործական, ինչպես նաեւ ուսման մեջ եւս վստահ ենք, որ կերազանցիկ ես։ Շնորհակալ։ Ամենայն բարին քեզ։ Սիրելի հեռուստադիտող, այսօր մեր հյուրն էր գերմանաբնակ մի գեղեցկուհի աղջնակ, ով պահպանել է հայերենը, ամենակարևորը։ Նա իհարկե ներկայացնում է այդ երկիրը Գերմանիան, բայց այնուամենայնիվ հայ է իր տեսակով եւ խոսում է հայերեն, չի կորցրել հայ լինելու իր կարողությունը։ Մնացեք հայկականի մեջ, սիրեք ձեր ազգայինը, պահպանեք այն, որովհետեւ ոչ ոք երբեք ձեր ազգայինից զատ ուրիշ ազգայինով ձեզ երբեք չի զարմացնի։ Ձերը ամենահարուստն է եւ ամենագեղեցիկը։ Լավ եղեք։ Մաղթում եմ ձեզ հաջողություն, ամենայն բարիք, կհանդիպենք հաջորդ առավոտ 21 TV-ի եթերում։ Իսկ վերջում առաջարկում եմ մեր հրաշալի ռեժիսորին մի գեղեցիկ տեսահոլովակով ավարտենք հաղորդումը։ Լավ մնացեք։ Կքարեմ կբերեմ Ինչու՞ն եմ մի քիչ ավել քեզ կնվիրեմ Ինձ ու քեզ մի լար պինդ կապեց Տես նորից եկավ գիշեր Ոչինչ պես հիշեր Մինչեր էլի արև Մենք կպարենք Նորից եկավ գիշեր Ոչինչ պես հիշեր Մինչեր էլի արև Մենք կպարենք Քեզ հիմա կտանեմ Միտքս քեզ, որ երբեք մտքիցս չանեմ Ինձ ու քեզ մի լար պինդ կապեց իրար Տես նորից եկավ գիշեր Ոչինչ պես հիշեր Մինչեր էլի արև Մենք կպարենք նորից եկավ գիշեր Ոչինչ պես հիշեր Մինչեր էլի արև Մենք կպարենք Կարող պարենք անվերջ, բայց թող մնա մեր
Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։